Այսօր պիտի խոսենք մի կարևոր թեմայից, իրականությունից, որը կարելի ասել հիմնային է։ Հիմնային է, որովհետև Տեր Հիսուսն է խոսել դրա մասին։ Ընդհանրապես Տեր Հիսուսը ոչ մի տենց հոգեբանական, բարոյական ինչ-որ նորմերի մասին չի խոսել։ Ինչ որ Տերը խոսել է, ինչ որ ուսուցանել է աստվածային կյանքի սկզբունքների մասին։ Իրականում կյանքը հենց դա է։ Ոչ թե կա մի հատ կյանք, որը մարդիկ ապրում են, ու մեկ էլ Հիսուսը եկել է ինչ-որ մի հատ կանոններ ա բերել, ասում է կամ ինչ-որ հավատք ա բերել, եկեք սա ապրեք։ Իրականում մենք շեղվել ենք բոլորս, թե հրեաները, թե հույները, նախ հույները ու կամ հեթանոսներս, այլ ազգերը շեղվեցինք, հետո հրեաներն էլ են շեղվել ի վերջո, եւ Հիսուսի ծառայությունը դա վերադարձն էր, տենց հայերեն ասած շողուլի էր բերում, կարելի ասել իր ստեղծագործությունը մարդկանց։ Նկատել եք, որ Մատթեոսի ավետարանը, որը հավանաբար առաջի գրված ավետարանն է իրականում, ուներ այդ կարևոր շեշտը եկեղեցուն վերադարձնել Հիսուսի ուսուցումանը, այն հիմնային սկզբունքներին։ Դա Մատթեոսի ավետարանում կարճ պատմական այդ նկարագրերից հետո Հիսուսը ինչպես ծնվեց, ինչպես ծառայել, փորձվեց եւ այլն, անմիջապես տեսնում ենք Հիսուսի մի հատ մեծ բաժին, որը չենք տեսնում շատ մյուս ավետարաններում, Հիսուսի ուսուցումներից, որը հայտնի է որպես լեռան քարոս, 5, 6, 7 գլուխները Մատթեոսի ավետարանի։ Քանս թե կարդացել Մատթեոսի ավետարանը։ Նկատել եք, որ այդ 5, 6 եւ 7 գլուխները, որոնք Հիսուսի ուսուցումն են, որ մենք որպես լեռան քարոս գիտենք, իր առանցքը 6-րդ գլխում իրականում հայր մեր աղոթքն է, որը անցած գիրակի Նարեկը շատ հրաշալի ձևի ներկայացրեց։ Դա համար ես չեմ անդրադառնա հայր մերին, բայց կանդրադառնամ այն սկզբունքին, որ իրականում Հիսուսը փոխանցում էր, որը մեր քրիստոնեական կյանքի կարելի ասել առանցքային իրականությունն է։ Եկեք ընթերցենք 6-րդ գլուխ ամբողջությամբ, մանավանդ նրանք, ովքեր չեն հասցրել ընթերցեն, Աստծո խոսքը ամոթով չեք լինի Տիրոջ առաջ, եթե այսօր ձեր Տիրոջ առաջ կանգնելու օրինակ, ասես Տեր այսօր մի ամբողջ գլուխ կարդացել եմ։ Ճիշտ է, Կարենն է կարդացել իմ համար, բայց ես էլ եմ կարդացել։ Ես լսում էի։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ, նրանց ցույց տալու համար, այլապես վարձք չեք ունենա ձեր հորից, որ երկնքում է։ Արդ, երբ ողորմություն ես անում, մի փողահարիր քո առաջ, ինչպես կեղծավորներն են ժողովրդանում եւ փողոցներում անում, որպեսզի մարդկանցից փառավորվեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, նրանք իրենց վարձքը արդեն ստացել են։ Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աչքն ինչ է անում, որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Ու երբ աղոթք ես անում, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձքը ստացել են։ Այլ երբ դու ես աղոթում, մտիր քո սենյակը, փակիր դուռդ ու ծածուկ աղոթիր քո հորը, որ գտնվում է ծածուկում, եւ հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Ու երբ աղոթք եք անում, մի շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրեն շատախոսությամբ են լսելի լինելու։ Արդ նրանց մի նմանվեք, որտեղ ձեր հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք նախքան դեռ նրանից որևէ բան խնդրելը։ Արդ դուք այսպես աղոթեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո թագավորությունը, քո կամքը լինի ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա։ Տուր մեզ այսօր մեր հանապազորյա հացը եւ ների մեզ մեր պարտքերն, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։ Ու մի տար մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, քանի որ քոնն է արքայությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս։ Ամեն։ Որովհետեւ եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Ու երբ ծոմ եք պահում, տրտում երես մի եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձը ստացել են արդեն։ Այլ երբ դու ծոմ ես պահում, օծիր գլուխդ, լվա երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո հորը եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա,
որտեղ ցեցն ու ժանգը ապականում են եւ որտեղ գողերը սողոսկում եւ գողանում են այն։ Այլ ձեզ համար երկնքում գանձեր դիզեք, որտեղ ոչ ցեցը, ոչ ժանգը չեն ապականում, ոչ էլ գողերն են սողոսկում ու գողանում, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Մարմնի ճրագը աչքն է։ Արդ եթե քո աչքը մաքուր լինի, ամբողջ մարմինդ էլ լուսավոր կլինի։ Բայց եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ եթե քո մեջ լույսը խավար է, ապա խավարը որքան շատ կլինի այդ դեպքում։ Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որտեղ կամ մեկին կհարի եւ մյուսին կսիրի, կատի մյուսին կսիրի, կամ մեկին կհարի եւ մյուսին կար համարի։ Չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Սա տիրոջ խոսքներ, ով մենք ասում ենք ամեն։ Ինչի մասին է խոսքը։ Կարծես թե Հիսուսը մի քանի տարբեր թեմաներ է արծարծում, ողորմության թեման 1-4 խոսքերում, աղոթքի թեման 5-ից 13, ներման թեման, հա, դրանից հետո ծոմի թեման եւ կյանքի ապահովման, հա, թեման։ Եթե նայենք Հիսուսի շեշտադրումը այս բոլոր երևույթներում աղոթքի, ծառայության, երկրպագության, ներման մեջ որոշիչ Աստված է։ Ձեր հայրը, ձեր հայրը, ձեր հայրը, ձեր հայրը։ Կարծես, որտեվ շեղումը մեր բոլոր խնդիրների այն էր, որ մենք շեղվել ենք մեր հորից դեպի ծառայությունը, դեպի կարիքները, դեպի խնդիրները։ Կարծես Հիսուսը վերադարձնում է մեզ մարդկանցս, հա, նորից նոր ձևի նայելու մեր հորը, նոր հայացք ունենալու, նոր մոտեցում ունենալու, կախված դառնալու Աստծուց եւ ոչ թե կամ մարդկանցից, կամ պարագաներից, կամ նույնիսկ անձամբ մեզանից։ Նույնիսկ ներման մեջ, երբ որ հայր մերում Հիսուսը խոսեց ներման, չէ՞, ներիր մեր պարտքեն ինչպես մենք ներում ենք մեր պարտապաններին, նման համարձակ տենց հրճակում ներիր մեզ ինչպես մենք ներում ենք, սա միայն աստվածային միտքը կարող է լինի, որտեղ մենք մարդիկս ներում ունենք, եթե վրեժ ունենք։ Ես ոնց որ վրեժ եմ անում, նոր եմ ներում, հա, ոնց որ վրեժ պիտի լինի, իմ վերքը, իմ ցավը, իմ վիրավորանքը հատուցվի, նոր ես ազատ լինեմ ներում տալու։ Հիսուսը նույնիսկ ներման մեջ սովորեցնում է կախված լինել Աստծուց, ներիր ինչպես մենք ներում ենք, դու մեզ ների ինչպես մենք ներում ենք։ Այսինքն մեր ու հետո էլ ավելացում է, եթե դուք չներեք, ձեր հայրը չի ների։ Այսինքն մեր ներման համար ես ոչ թե նայում եմ իմ ցավին, իր արածի չափին, խնդրին, այլ նայում եմ Աստծուն, Հիսուսը ինձ ուղղում է այդ ամենացավոտ պահն է, հա, ինչ որ մեկը վիրավորել է, քեզ ցավացրել է, դավաճանել է, ինչ որ խնդիր է ստեղծել, ու դու նայում ես այդ խնդրին, նայում ես քո ցավին, Հիսուսը ասում է, չէ, հերիքա նայես քո զգացումներին ու նայես մարդուն, բա ինքը սենց ասեց, ինքը նենց արել, բայց իրան այսքան լավ բաներ է արել, այլն։ Նայ Աստծուն Հիսուս ասում է։ Նայր Աստծուն։ Եթե չնայես Աստծուն, այդ խնդիրները միշտ քեզ պահեն դառնության, ցավի, վրեժի ու ցասումի հոգու մեջ։ Կախված լինել Աստծուց, ոչ թե մարդկանցից, ոչ թե իրականությունից։ Մյուս կախվածությունը նյութական իրականություն է։ Մենք ապրում ենք նյութական աշխարհում եւ բնական է, նյութական բարիքների կարիք ունենք, սնունդի, հագուստի, այլ չէ, պարագաների, որոնք մեր կյանքում կարիք ունենք։ Ու մենք բոլորս բնական է, որպեսզի մեր նյութական կյանքը ապահովենք, ունենք որոշակի մոտեցում, հա, դրանց ձեռքբերման իմաստով։ Հիսուսը դա կոչում է գանձեր դիզել։ Հետաքրքիր է, ինքը չի ասում մի դիզեք գանձեր ընդհանրապես։ Գործ չունեք գանձեր դիզելը ագահություն է, հակաստվածային է, հարստություն մի կուտակեք կամ արժեքներ մի ձեռք բերեք, դա չի ասում։ Չէ, հակառակը, որտեվ դա չանելը ծուլություն է։ Նույնիսկ ամենասկզբում, երբ որ Աստված ստեղծեց Ադամին եւ դրեց իր պարտեզում, որպեսզի ինչ անի, գործի պարտեզում։ Հայ առաքելական եկեղեցու մահացու մեղքերից մեկը ծուլությունն է։ Գործելը եւ Պողոս ասում է, եթե մեկը չի ուզում գործի, հաց էլ թող չուտի։ Աստված կողմ չի ծուլությանը, ոմանք այս համարը տենց սխալ մեկնում են, որ Տեր ասել է գանձեր մի դիզեք, դրա համար ես ամբողջ օրը բազմոցի վրա կանցկացնեմ, հո գանձ չեմ դիզում, Տեր ասել է մի դիզեք։ Տերը չի ասել գանձեր մի դիզեք վերջակետ։ Տերը ասել է գանձեր մի դիզեք սխալ տեղում։
ճիշտ տեղում դիզեք, գործեք, գանձեր դիզեք, մեր բողոքական տենց ասած աշխատանքային էթիկան ձեռք բեր ինչքան կարող ես, այդ նշանակում աշխատի ինչքան կարող ես, ինչքան կարող ես վաստակի, խնայի ինչքան կարող ես և տուր ինչքան կարող ես, 3 հիմնական բան, աշխատիր, խնայիր, տուր։ Ու Տերը դա է սովորեցրել, չի ասում մի դիզեք, որտեվ դիզել նշանակում է վաստակել, ձգտել ունենալ ավելին, չէ, ավելին ապահովում ունենալ, ոնց որ դիզելը որ սև օրվա համար, ավելիի համար, չէ, հետոյի համար, թե ներկայում, թե ապագայում։ Խնդիրը գանձերի վրա ապահովություն ունենալն է և ոչ թե Աստծո վրա ապահովությունը։ Երկնքում գանձեր դիզելը նշանակում է քո ապահովության զգացումը գալիս է Աստծուց, որի մոտ ես գանձ դիզել, և ոչ թե այնտեղ բանկի հաշվի վրա կամ մի ժամանակ բարձի տակ էին կուտակում կամ դոշակի տակ, որը մնացած բոլոր տեղերը հասանելի են կորուստի համար, գողերը, ցեցը, ժամանակվա միջոցներն էին կորուստի, հիմա էլ ինֆլյացիան, տնտեսական խնդիրները, ամեն ինչ որտեղ էլ կուտակես երկավոր իրականության իմաստով, մի օր կորուստ ալնելու, պատրաստ եղի դրա համար։ Էլի կարող ես բանկային հաշվում ունենալ, ճիշտ հասկացեք, կուտակման խնդիրը չի, ապահովության խնդիրն է, քո սիրտը որտեղ ապահովություն տեսնում։ Դու էլի կուտակի ունեցի, ձեռք բեր, տուր, բայց որտեղ է քո ապահովությունը։ Ու երբեմն կորուստը ցույց է տալիս որտեղ է քո ապահովությունը։ Նամար Աստված երբեմն թույլ է տալիս, որ մենք կորցնենք։ Դրամապանակդ կորցնես, բանկային հաշիվդ կորցնես, չգիտեմ, հիպոթեկդ կորցնես, տնտեսական ճգնաժամը լինի կորցնես, ինչքան բան կորցրեցինք նախկին 2009-10 թվականների ճգնաժամի ժամանակ, շատ բաներ կորցրեցինք, շատ մարդիկ։ Ու դա լավ դաս էր, COVID-ի ժամանակ ինչքան բան կորցրեցինք։ Կորուստը միշտ դաս է իրականում։ Ու Եդեմում էլ մահը, որը կորուստ էր, ինքը լավ դաս էր, որպեսզի մարդը որտեղ փնտրի իր կյանքի ապահովությունը, իրականությունը։ Ճիշտ տեղում դիզելը, երկնքում դիզելն է, ապահովության մեջ, դրան մի օր հատուկ անդրադառնանք, այսօր շատ ժամանակ չենք ունենա դրա համար։ Բայց գնանք առաջ։ Այս դիզելու խնդրի մեջ, Հիսուսը խոսում է գանձեր որտեղ դիզեք եւ այլն, մեկ էլ ասում է մարմնի ճրագը աչքն է, 22 խոսքը։ Եվ հետո 24-ում ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, ինչ կապ ունի աչքը նյութական ապահովության հետ։ Չէ՞, մինչև այդ խոսում է նյութական ապահովության հետ, աղոթելուց շատախոս մի եղեք, ձեր հայրը գիտի ձեզ ինչ է պետք, չէ՞, ձեր գանձերը ստեղ մի դրեք, մեկ էլ աչքից է խոսում։ Մարմնի ճրագը աչքն է, ու եթե քո աչքը մաքուր լինի, ամբողջ մարմինը լուսավոր կլինի, բայց եթե քո աչքը չար է, ամբողջ մարմինը խավար կլինի, եթե քո մեջ լույսը խավար է, ապա խավարը ինչքան, եթե լույս, որ պետքա լույս լիներ խավար է, այդ աչքդ, ուրեմն այն ներսում, որ խավար է, ավելի շատ կլինի իրականում։ Ու երկու տիրոջ չի կարող մեկը ծառայել։ Ինչ կապ ունի աչքի այդ իրականությունը, այս նյութական գանձերի եւ երկու տիրոջ ծառայության իրականության մեջ։ Կապ ունի, եթե մենք հասկանանք առաջի դարի հրեական մշակույթը, որի մեջ Հիսուսը խոսում էր։ Աչքի, չար աչքի, այդ մշակույթը բոլոր տեղերում կա։ Նրանք ովքեր ման Թուրքիա են գնացել, տեսել են, չէ՞, ամեն տեղ այդ աչքի ուլունքները, այսօր էլ շատերի ձեռքերին կարող եք տեսնել, չէ՞, ինչ որ կամ մտնում եք տուն, ասես մի հատ մեծ աչքի, տենց աչքը ինչ որ կախված։ Քանիստ եք տենց տեսել։ Իսկ քանիսը տուն եք հələ մի հատ խոստով անեք։ Չէ՞, դե լավ է, ուրեմն հավատացել եք։ Մշակույթներում աշխարհիկ, հա, անաստվածային չար աչք ասելով հասկանում են ինչ որ մեկի չար նայվածքը, նախանձով, չէ, ինչ որ չար դիտավորությամբ հայացքը, որը կարող է վնասել մարդուն կամ իր ունեցվածքը, եւ դրա պաշտպանության համար ինչ որ տենց, չգիտեմ, տելեսկոպիկ, տելեպաթիկ ինչ որ էներգիայից պաշտպանվելու համար ինչ որ մի աչք կա, որը կարծես թե իբր թե պաշտպանում է։ Խնդիրը ինչու՞մ է։
Խնդիրն առնում է, որ այդ աստվածաշնչյան մշակույթը, աստվածաշնչյան լեզուն կամ աստվածաշնչյան արժեքը ճանաչումը, երբ որ խոսում է չար աչքի մասին, Հիսուս ասեց, եթե աչքը չար է, կոնկրետ, դա հենց ասում է, եթե պարզ է, բայց հետո ասում է, եթե չար է։ Եվ որ աստվածաշունչն է խոսում չար աչքի մասին, նկատի չունի, որ ինչ-որ մեկի աչքը չար հայացքով քեզ կվնասի։ Իրականում ոչ մեկի չար հայացքները ոչ քեզ, ոչ որևէ այլ մեկին իրականում չեն վնասում։ Դրանք երևի սատանայի մեկ այլ հանճարեղ շակերտներով հորինվածքներից մեկն է, որ մեկը եթե ինչ-որ նախանձով է քեզ նայում կամ չարոճ նայում, ուրեմն ինչ-որ վատ բան կպատահի քո հետ եւ քեզ պետք է պաշտպանվել այդ հայացքից։ Իրականում Աստված, երբ որ խոսում է չար աչքի մասին, խոսում է քո չար աչքի մասին։ Քո չար աչքով նայելու մասին։ Եկեք մի քանի հատված նայենք միասին։ Երկրորդ օրինաց 15-րդ գլուխ 7-րդ խոսքում տեսնում ենք հիշատակում է չար աչքի։ Եթե քո Տեր Աստծու քեզ տված երկրի քաղաքներից մեկում քո եղբայրներից մեկը աղքատ լինի, ապա քո սիրտը չխստացնես եւ քո ձեռքը չփակես քո աղքատ եղբոր առջև, այլ անպատճառ ձեռքդ բաց կանես նրա համար եւ նրա կարիքների բավարար լինելու չափով փող կտաս նրան։ Զգուշ եղիր, չլինի թե մտքիդ մեջ չար խորհուրդ մտնի եւ դու ասես, որ 7-րդ տարին, որը թողության տարին էր, բոլոր պարտապաններին ներում էին պարտքերը, մոտ է ու չար աչքով նայես քո աղքատ եղբոր վրա եւ փող չտաս նրան։ Եվ նայել քո դեմ աղաղակի Տիրոջը եւ դու հանցավոր լինես։ Անպատճառ պետք է տաս նրան եւ նրան տալիս սիրտը չնեղվի։ Որովհետեւ քո Տեր Աստվածը դրա համար կորտնի քեզ քո բոլոր գործերում եւ քո բոլոր ձեռնարկումներում, քանի որ երկրի վրա աղքատ մարդը չի պակասելու Տիրոջ կողմից, դրա համար էլ պատվիրում եմ քեզ ու ասում ձեռքդ բաց քո երկրում գտնվող աղքատ ու կարիքավոր եղբորդ համար։ Չար խորհուրդ, չար աչք, հա, ասում եմ չլինի չար խորհուրդ մտնի սրտի մեջ, ո՞րն է այդ չար խորհուրդը։ Ինչի ես պետքա չարչարվեմ տամ իրան ինքը վայելի։ Ես քրտնել չարչարվել եմ, տանջվել եմ, ձեռք եմ բերել, ինքը իմ չափ չի աշխատել կամ ինչի պետք է ինքը օգտվի իմ չարչարանքից։ Մի բան հստակ է, Աստված ծուլության կողմ չի, նորից եմ ասում։ Ես մի անգամ ցողերի հետ հրավիրված էինք Հարավային Աֆրիկա մի հատ բարեգործական ծառայության կոնֆերանսին մասնակցելու եւ մեզ տարան այդ աղքատ գյուղերը, սևամորթ գյուղերը, հոկտեմբեր ամիսն էր։ Եվ գնացել ենք, ցույց են տալիս այս աղքատ մարդը, հեսա նստած է իր բակում, ուտելու բան չունի, մենք իրանց այսքան օրական, չգիտեմ, եգիպտացորեն ենք տալիս, նրան այսքան էս ենք տալիս։ Ես մեկ էլ ոնց է Տերն էր հուշեց։ Հատում եմ Տերն էր, ես այդքան խելոք չեմ։ Մեկ էլ հարցրեցի, ասեցի մի րոպե, հիմա հոկտեմբեր ամիսն է, չէ՞։ Ասեցին հա։ Հարավային կիսագնդում հոկտեմբերը դա գարուն է։ Մեր մոտ աշուն է, ինձ մոտ գարուն է։ Ասի հիմա գարուն է, չէ՞։ Ասեց հա, գարուն է։ Ասի բան չի, էս մարդիկ գործ չեն անում։ Դուք եկեք Հայաստան ու տեսեք հայերը այն քարի ու այն ժայռի վրա կռիվ են տալիս ամեն կտորին, որպեսզի բան աճեցնեն, շոքին, կրակին, ձեռքով են ջուրը կրում շատ անգամ։ Ասես մարդիկ իրանց համար գարունը նստել են իրանց պատերի տակ, որտեղ այն սպիտակները իրանց ուտելիք են բերում տան։ Էբա իհարկե կնստեն, ինչի պետք է չարչարվեն։ Դա ծուլություն ասի, դուք ճիշտ բան չեք անում։ Ես ասես ծրագրին չեմ մասնակցի, ոչ թե որ չեմ սիրում օգնել աղքատներին, որովհետև դուք օգնում եք ծույլերին։ Սրանք աղքատ չեն, սրանք ծույլ են։ Սուրիկը կողմ չի ծուլությանը, հակադրված է ծուլությանը։ Բայց մյուս կողմից աղքատությունը միայն ծուլության արդյունք չի, շատերը առողջական խնդիրներ ունեն չեն կարող, ինտելեկտուալ խնդիրներ ունեն չեն կարող, վատ դիպվածքներ են պատահել մարդկանց կյանքում, որի պատճառով են կարիքավոր դարձել։ Չար խորհուրդը ու չար աչքը այստեղ
նախանձով, մերժումով նայելն է իրանց։ Ու Աստված դեմ է խոսում, ասում է չլնի տենց նայես, որտեվ ես եմ քեզ օրհնողը։ Եթե թվում էր, որ դու շատ աշխատել ես դրա համար ես օրհնվել, սխալվում ես մի հատ ուշադիր նայի, ես եմ քեզ օրհնում։ Բարի աչքը նշանակում էր տեսնել Աստծուն օրհնությունների մեջ, չար աչքը նշանակում է տեսնել ինձ, իմ ջանքը, իմ կարողությունը, եսը։ Ով Աստված զգուշացնում է դրանից։ Առակաց 23:6 չար աչք ունեցողի հացը մի կեր, որտեվ քեզ կասի կեր ու խմի, բայց իր սիրտը քո դեմ է։ Կերածդ պատարակը փսխես եւ կփոշմանես հաջողության համար, որտեվ ուտելու ես ինչ լավն է, ինչ լավ մարդիկ եք դուք, հետո եթե չար աչքով է ինքը, նախանձով է, քեզնից հետ է վերցնելու։ Մատթեոս 20-ում, հիշում եք այդ խաղողի այգիների, խաղու այգու ծառաների առակը, երբ որ առավոտյան տերը դուրս է գալիս, ինչ-որ մարդկանց է վարձում մի դահեկանով, հետո ընդամենը մի ժամ աշխատելու համար էլ է մարդկանց վարձում, ասում է այստեղ ինչ եք անում, ոչ ոք չի վարձել ձեզ, ասում են չէ, դե ասում է եկեք, մի ժամ են աշխատում եւ ստանում են նույնքան, ինչքան ստացել են 12 ժամ աշխատողները, ու երբ որ բողոքում են այդ 12 ժամ աշխատողները, այն բանի համար, որ իրանք նույն չափի են վարձատրվել, ինչ որ մի ժամ աշխատողները, գիտեք Տիրոջ խոսքը ինչ է ասում, այդ այգու Տիրոջ, ասում է միթե քո աչքը չար է, որ ես բարերար եմ։ Քո աչքը նախանձ է, որտեվ դու քեզ ես տեսնում, քո կարողությունը, քո կարիքը։ Հիսուսի սովորեցրած սկզբունքը է այստեղ, աչքի հետ կապված, ոչ թե չար աչքի, չգիտեմ, իրականում այդ կարևոր սկզբունք էր, սովորեցնում ինչպես նայել Աստծուն, ինչպես տեսնել, դիտել մեր կյանքի ապահովումը, մեր խնդիրները։ Հիսուսը ինքը հեղինակն էր, չէ՞, այս կյանքի, ամեն բան նրանով եւ նրանից եւ նրա համար է ստեղծված։ Մինչեւ Մարթանալը, Քրիստոսով Աստված ստեղծեց ամեն բան։ Ու ինքը կյանքի հեղինակն է, Պետրոսը, երբ որ մեղադրում է հրեաներին, ասում է կյանքի առաջնորդին կամ հեղինակին իրականում սպանեցիք։ Այսինքն Պետրոսը հասկանում է, որ Հիսուսը այն Էլոհիմն էր, այն Յահվեն էր, որ ստեղծել է աշխարհը։ Ու ինքը մարմնացավ, այդ կյանքի հեղինակին սպանեցին։ Բնական է կյանքի հեղինակը լավագույնը գիտի կյանքը ինչպես է կառավարվում։ Ու Մատթեոս ավետարանի 6-րդ, 7-րդ, 5-6 գլուխները լեռան քարոզը դա Հիսուսի սկզբունքներն ամենից վերադարձնելու աստվածային սկզբունքներին, ապահովման ու կյանքի սկզբունքներին։ Ինչի մասնախոսք, ինչի Հիսուս շեշտում է աչքերը։ Նորից մենք մի քիչ խորթ ենք, որտեղ հայ ենք, հրեական մշակույթին, բայց իր լսարանը լավ հասկանում էր։ Իրանք լավ գիտեին տեսնելու խնդրի իրականությունը։ Տեսնելու խնդիրը շատ վաղուց էր սկսվել Եդեմից։ Եկեք ընթերցենք մի հատված։ Ծննդոց 2:9, երբ որ Աստված արարեց Եդեմը։ Եվ Եհովա Էլոհիմը, իր բնագրում այդպես է գրված, մենք հայերենում թարգմանում ենք Տեր Աստվածը, բայց բնագիրը Եհովա Էլոհիմը, այսինքն Եհովա Աստվածները, իրականում Էլոհիմը հոգնակի է։ Ճիշտ է, Եհովայի վկաները չեն սիրում այս հատվածը։ Եհովա Էլոհիմը գետնից ուշադիր, փափագելի տեսքով եւ բարի կերակուրի համար ամեն ծառերը բուսցրեց եւ պարտեզի մեջտեղում կենաց ծառը եւ բարին ու չարը գիտենալու ծառը։ Երկու նկարագիր է տրված բոլոր ծառերին եւ կենաց ծառին եւ բարի ու չարը գիտենալու ծառին, բոլոր ծառերին։ Փափագելի տեսքով, հատուկ այդ ուժեղ բայն օգտագործած եբրայերենում, փափագելի եւ բարի կերակուրի համար։ Օծը խոսեց Եվային։ Մինչև այդ Աստված ասել էր, չէ՞, կենաց այդ բարի ու չարի ծառից չուտեք, մնացած բոլոր ծառերից կուտեք։ Չէ՞, պատվիրանկար, որ բարի ու չարի գիտության ծառը արգելք է, չի կարելի։ Օծը խոսեց կնոջը, ախետ օծը, ախետ կինը, չէ՞։ Օծը խոսեց կնոջ հետ եւ որոշակի բան փոխվեց, ուշադիր նայեք։ Այսա կտեսնենք ինչա փոխվել։ Ու այդ օծը շարունակում է խոսել հիմա, շատերի ականջներում, շատերի մտքերի մեջ, շատերի սրտերի մեջ եւ փոխում է մեր տեսողությունը։ Գրված է 3:6-ում եւ կինը տեսնելով, նայեք աչքի տեսնելու խնդիրը,
որ ծառը բարի է կերակուրի համար եւ հաճելի դիտելու տեղերը փոխվեց։ Փափագելի էր տեսնելու եւ հաճելի կերակուրի, հիմա դարձավ բարի կերակուր եկավ առաջ եւ դիտելը հետո եւ երրորդ ավելացավ։ Փափագելի է հիմա ոչ թե տեսնելը, փափագելի է իմաստուն անելու համար։ Բան փոխվեց եւ այ դիտելու մեջ։ Մինչև այդ ուրիշ աչքով էր նայում, ողջ արարչագործության նայում էր փափագելի, հաճելի, վայելելու, չէ, ուրախանալու, գնահատելու եւ լավ կերակուրի համար, հիմա կերակուր առաջին տեղում է եկել, բարի է կերակուրի համար, հաճելի է դիտելու, թուլացավ դիտելը, արդեն էլ հաճելի է, լավ է, ոչինչ, բայց այն ուժեղ փափագջի, բայց փափագելի է դարձել երրորդ բան, իմաստուն լինելը։ Մինչև այդ դիտելն էր փափագելի, հիմա իմաստուն լինելն է։ Երրորդ բանը, որը չկար, որը չէր խոստացվել, չէր տրվել, դա դարձավ փափագելի։ Եվ որ տեղերը փոխվեց, ամեն բան փոխվեց։ Դիտելու մեջ տեղերը փոխվեց, ամեն բան փոխվեց։ Խնդիրը ֆիզիկական տեսողությունը չի։ Խնդիրը ինչպես ենք նայում։ Եվ այ համար ուտելը դարձավ ավելի առաջնային եւ կարեւոր։ Ուտելը, կերակուրը դա օգտագործելու, ստանալու, ունենալու խնդիրն է։ Իմ մասին է, չէ՞, ես ուտում եմ, դա իմն է, իմ կարիքն է։ Դա եսի հետ է կապված, իմ կարիքների հետ է կապված։ Բայց փափագելի տեսքով դիտելը, փափագելի անելը, վայելելն է, գնահատելն է, դու չես սեփականացնում է, չես կարող, դա վայելքի, դա քեզնից դուրս իրականություն է։ Կենաց ծառը ներկայացնում էր Աստծուն, ու ինքը առաջինն է հիշատակված, հետո հիշատակված է իմաստության ծառը, բարի ու չարի գիտության ծառը, բայց Եվան էլ չի նկատում կենաց ծառը, եւ որ տեղերը փոխվել է, Աստված չի նկատվում, Աստված ուրիշ երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղում է գտնվում, Աստվածային կարգը հետևյալն էր, նախ վայելել Աստծուն, որտեղ ինչ որ ստեղծել էր Աստված Եդեմում, հիշեցնում էր Աստծուն։ Ամեն բան բուստրել էր Աստված եւ դիտելով, վայելելով, այդ պետքա ոնց որ հիմա էլ մենք էլ չէ, որ դիտում ես այդ մայրամուտը գեղեցիկ, բնությունը, ծաղիկը, եթե դու ճանաչում ես արարչին, դու արարչին ես վայելում իր մեջ։ Համաձայն եք։ Այդպես է թե չէ։ Ո՞ղ ասում ես Տեր ջան, ինչ սիրուն է այս ամենը, չէ։ Չես ասում վայ մամա ջան, ինչ սիրուն է։ Ասում ես վայ Տեր ջան, ինչ սիրուն է։ Երբ որ կինը տեսավ ուրիշ ձև, այլ ձևով նայեց, վերցրեց պտուղից, ինքը գիտեր չէ որ դա արգելված է։ Արդեն էլ արգելքը էական չի, փափագն է իր էական։ Մենք շատ տեղեր գիտենք արգելքներ ունենք, բայց այդ երրորդ փափագը, որը մեզ համոզել են օծը, որ դա կարևոր է, մեզ են կողմ ամրում Աստծուն եւ իր կամքը, իր իրականությունը եւ մեր անձի, մեր ինչ որ կարիքի, ինչ որ պակաս լինելու իրականությունը դառնում ավելի կարևոր։ Մենք ֆիքսվում ենք դրա վրա, կենտրոնանում ենք դրա վրա, ձգտում ենք դա։ Ու գրվածակինը վերցրեց պտուղից ու կերավ ու բոլորից քաշեց։ Մինչև հիմա։ Վայելել Աստծուն դա առաջին կարևոր տարրն է կյանքի։ Առանց դիտելու, վայելելու, որտեվ դիտելու ծառերը դիտելու համար փափագելի էին, հա, այդ ու հիշեցնում էին արարչին։ Միշտ չէր որ Աստված այնտեղ էր, չէ՞, գրված է երեկոյան զովին գալիս էր, այսինքն մնացած ժամանակ կենաց ծառը եւ մյուս ծառերը հիշեցնում էին Աստծուն։ Իրանք Աստծո մասին անդրադառնում էին, հիշում էին, խոսում էին, քննարկում էին, իր բացակայության կարելի ասել, որտեղ Աստված միշտ ներկա է, բայց այն կենաց ծառը միշտ այնտեղ էր տեսնելու։ Աստված որպես վայելքի, հոգու կարիքի, հա, իր ներկայություն ունենալու, երկրպագելու, աղոթելու, փնտրելու իր ներկայությունը, վայելելու առաջին տեղում, եթե չի
մենք ձախողվել ենք մնացած ամեն ինչում ուրեմն։ Իմ հիշատակած 27 Սաղմոսում 4 խոսքը Դավիթ ասում է՝ մի բան եմ խնդրում Տիրոջից ու շատ փափագում եմ այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում եւ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ, դիտեմ իրականում ու նրա տաճարի մեջ խորթացեմ, դիտեմ իր վայելչությունը։ Որտեղ Դավիթը հասկանում էր սկզբունքը, որտեղ քո վայելքի փափագի աչքերը դա կորոշի ինչպիսին կլինի քո կյանքը, քո առօրյան ինչպիսին կլինի, քո հարաբերությունը, քո ընտանիքը, քո ամուսնությունը, քո սեռական կյանքը, քո ֆինանսական կյանքը, քո աշխատանքային կյանքը, քո եկեղեցական կյանքը, քո ծառայության կյանքը, ամեն ինչ կորոշվի նրանից, թե ինչ աչքերով կնայես ում, ինչին։ Եթե նայում ես Աստծուն առաջինը վայելելու, իր ներկայության, վայելքի, երկրպագության, փառաբանելու, դրա համար Հիսուսը խոսում է աղոթելու, ծոմի, չէ, ծառայության մասին։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, դա երկրպագությունն է, դա դիտումն է, դա փափագն է առաջի տեղում։ Հետո մեր ամենօրվա հացը այսօր մեզ տուր։ Հետո մեր ֆիզիկական կարիքը, նյութական կարիքը, ձգտումը հոգալ մեր կարիքները, գանձերը դիզել նաև երկրի վրա։ Թշնամին միշտ փորձում է փոխել տեղերը, որպեսզի առաջ խցկի երրորդը։ Ո՞ց հետ ասեց, չէ, Աստված գիտի, որ չեք մեռնի, այլ իմաստուն կլնեք։ Երրորդ բան ավելացեց, առանց սրա դուք պակասեք։ Էսի եթե չկա դու քիչ ես։ Տես են մեկը ինչ ոնց է, ինչ նոր մեքենա է առել, չէ, չգիտեմ, նոր տուն է սարքել, նոր գործ ունի, նոր կին ունի, չգիտեմ, նոր ինչ ունի, դու չունես։ Ու մեզ ստիպում է մենք ոչ թե Աստծուն նայենք եւ իր ունեցած ապահովմանը մեր կյանքում, այլ նայենք ուրիշներին, ուրիշների ունեցածին, չունեցածին, իրանց ընթացքին, իրականությանը, ու մեզ պակաս զգանք։ Ու մեր փափագը արդեն ոչ թե Աստված է դառնում, իր հետ հարաբերությունը, իր հետ կյանքը, իր մեջ ապահովությունը, ինչը Հիսուս ասաց, ձեր երկնավոր հայրը գիտի ամեն ինչ։ Ոչ թե վստահությունը Աստված, այլ վստահությունը մեկ այլ բան է, առանց որի ես չեմ կարող։ Ու այս երրորդը դառնում ավելի կարևոր, քան առաջի երեքը, քան ուտելը նույնիսկ, քան երկրպագությունը, որտեղ դա փափագելի է դառնում։ Ավելին քան Աստված։ Ինչ որ մեկի համար գուցե սա իր կարիերան է, մեկին առաջ տարան քեզ չէ, կամ ասում մեր դարդը մեզ քիչ էր հարևաննել նոր մեքենա առավ, կամ դիպլոմ ամեն գնով, կամ չգիտեմ Ամերիկա գնալը, կամ Եվրոպա գնալը, կամ չգիտեմ ամուսնությունը, ընկերությունը եւ այլն, ծառայությունը անգամ կարա այդ երրորդ փափագելի բանը լինի ոչ թե Աստված, ու մարդը ծառայի ոչ թե Աստծուն է սիրում, այլ որ հետ չմնա մյուսներից։ Այն էկանիզնից առաջ են հիմա իրանք երեց են, ես հələ տասնակի ավակ եմ, մի րոպե, տես չի կարա լինի, ես որևէ համոզել է, որ առանց դրա դու պակաս ես, դու բավարար չես, Հիսուսը քեզ բավարար չի։ Նայել բարի աչքով, նշանակում է նայել աստվածային կարգով, նայել սիրող հորը, կախված նել իր ապահովումից, փնտրել նախ իր արքայությունը եւ իր արդարությունը եւ մնացած բաները կտրվեն։ Տեսնել Աստծո կողմից մեզ համար պատրաստված օրհնությունը, կյանք, ապահովում ու ձգտել դրան։ Ամեն մեկը իր պարգև ունի գրված, ամեն այսպես, մյուսը այնպես։ Գիտեք, ոմանք էլ աղքատության պարգև ունեն։ Մեզ խաբել են, որ բոլորը պիտի չաղ ու բախտավոր լինեն, բոլորը պիտի բարգավաճեն ու ես հավատում եմ բարգավաճմանը, բայց ես հավատում եմ աստվածային կամքի մեջ բարգավաճմանը։ Առակաց 17:1 ասում է լավ է 4 պատառը խաղությամբ, շալոմով, ապահովումով Աստծո, քան թե զոհերի մսով լիքը տունը կռվով, պայքարով ու առանց խաղաղության։ Ինչ աստվածային ապահովության մեջ է, խաղաղությունով է գալիս։ Կյանքին կնիքը ունի աստվածային, ինչը մարդկային ագահությունից է, ուրիշից հետ չմնալու ձգտումից, միշտ ցավ, պայքար ու անբավարարում ունենալու իր մեջ։ Մենք բոլորս լավ գիտենք, որտեղ է կարգը խախտվել մեր կյանքում։ Մենք լավ գիտենք մեր փափագը այսօր ինչի մեջ է, ինչն է մեզ մղում կյանքում, ինչին ենք ձգտում, ինչ ենք ուզում կուտակենք, հասնենք։ Կամ Աստվածը,
որը ճիշտն է եւ լավագույնն է, եւ մնացած բաները կտրվի ձեզ Հիսուսը ասում է։ Կամ օծը մեզ խաբել է, թշնամին խաբել է այլ բաների հետևից ընկնելու, որը երբեք վերջ չի ունենալու, հակառակը, տեսնում ենք այդ իմաստուն լինելու փափագը պատճառ դարձավ, որ մարդկությունը Եվան, Ադամը այդ ժամանակ եւ մենք բոլորս իրancs պատճառով կտրվեցինք այդ սիրող հորից, ապահովող հորից, որ ամեն ինչ ապահովել էր Եդեմում, կենաց ծառնել մեջտեղում։ Եբրայեցիների 12:1-ում խոսելով այդ բոլոր խնդիրների եւ հարցերի մասին, Եբրայեցիների նամակում այդ հավատքից հեռացող, ընկնող, ուրացող, այդ սայթակող, ձախողվող մարդկանց վերջի մի հատ կոչ է անում առաքյալը։ Այսքան վկաների, որ Դավիթն էր, որ Սողոմոնն էր, գուցե, չգիտեմ, Մովսեսն էր, Աբրահամն էր, այդ վկաների ամպը մեր շուրջ ունենալով, մեր աչքերը հառենք կամ նայենք ում Հիսուսին, մեր հավատքի կատարողին ու առաջնորդին։ Որովհետև Հիսուսը մեր համար Աստծո մարմնացումն, Աստծո հայտնությունն է, Աստծո իրականությունն է։ Որտեղ է քո հայացքը այսօր ուղղված, ինչի մեջ է քո ապահովության ձգտումը, դու լավ գիտես քո սրտում։ Ես ոչ մեկի դատավորը չեմ, առաջին հերթին ես իմ դատավորն եմ։ Բայց ես մի բան գիտեմ, որ ճիշտ հայացքը, ոնց որ Հիսուս ասեց, աչքդ եթե մաքուր է, եթե բարի է, ողջ մարմինը լուսավոր կլինի, ողջ կյանքդ լուսավոր կլինի, որովհետև քո կյանքը դու այս մարմնով ես ապրում։ Քո խորհուրդները, քո գործերը, ամեն ինչ քո մարմինն է անում, ի վերջո։ Ինչ որ քո հոգում անտեսանելի իրականության մեջ կա, դրսևորվելու է տեսանելի։ Եկեք մեր հայացքը ուղղենք մեր Տիրոջը։ Մեր հայացքը ինքը լինի, իր ապահովումը, իր երկրպագությունը։ Եվ մնացած բաները կտրվի, չի ասում մի աշխատեք, չէ, գանձեր դիզեք, գործեք, ձեռք բերեք, բայց իրան նայելով, իրանից կախված լինելով, թույլ չտանք, որ մեր տեսողությունը փոխի այս աշխարհը, ինչպես Եվայինը փոխվեց։ Համաձայն եք, եկեք կանգնենք իր առաջ։